Ծափաթաղում հոր կողմից սպանված 3-ամյա Տիգրանի քույրը եւ 3 եղբայրները դեռևս գտնվում են Հովի երեխաների աջակցության կենտրոնում։ Մոր հետ հնարավոր վերամիավորման մասին խոսելը դեռ վաղ է։ Փաստաբան Աշխեն Դաշյանը խոսելով մոր հոգեկան վիճակից նշում է, որ երեխաների հետ շփումը պարտադիր է, այլապես կարող է բերել անդառնալի հետևանքների։ Սոցիալական աշխատողի հոգեբանների ներկայությամբ փոքրիկ շատ հաճախականությամբ, բայց ապահովել գոնե մայր ծնողին տեսնելով, որովհետև մենք չգիտենք այս շփման կտրուկ, որ դադարեցվի, արդյոք սա իր հերթին չի բերի էլ ավելի անդառնալի հետևանքի մայր ծնողի համար, այսինքն արդյոք այս իրավիճակում մայրը չի գնա այլ կտրուկ գործողությունների, եթե տեսնեն, որ իրեն զրկում են ծնողի երեխայի հետ շփմանը։ Դրա համար մենք պետք է իսկապես այս հարցը նույնպես այնպես կարգավորենք, որ նույն հաջողությամբ մայրը չհայտնվի, էլ ավելի վատ վիճակում։ Ով երեխաների խնամքի կենտրոնի ղեկավար Միրա Անտոնյանը տեղեկացնում է, որ երեխաները տեսակցում են մորն այնքան, որքան մայրը այդ ցանկությունը հայտնում է, բայց հեռախոսով կապի մեջ են։ Փաստաբանի խոսքով նման դեպքերի կանխարգելման ուղղությամբ պետությունը բավարար գործողություններ չի իրականացնում։ Իհարկե ռիսկային խմբում գտնվող անձիկ կան ընտանիքում եւ ի սկզբանե էլ եղել են եւ այստեղ պետությունը պետք է ի սկզբանե արդեն իսկ նման անձանց հայտնաբերեր եւ առհասարակ տալ պաշտպանություն, որովհետեւ սովորաբար պետության մոտ ավելի շատ հետևանքներից հետո պատժի, գործիքակազմ է կիրառվում, քան կանխարգելելու եւ նախապես նման ռիսկային կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց հայտնաբերումն է։ Կանխարգելիչ աշխատանքների փոխարեն հիմնական քայլերը ձեռնարկվում են արդեն քրեական վարույթի շրջանակում։ Խոցելի խմբին պատկանող անձանց հետ, ասում է Դաշյանը։ Այսինքն մենք ունենք, բայց մենք կանխարգելման փուլում դա չենք անում։ Մենք անում ենք, երբ որ արդեն վրա է հասնում հետևանքը։ Եվ այստեղ գալիս ենք մի այնպիսի հետևության, որ փաստացի դա էլ արվում է գուցե վարույթի, քրեաիրավական վարույթի կամ որևէ վարույթի շրջանակում, որպեսզի այդ վարույթի մարմնին օգնեն իրենց գործառույթները կատարեն։ Տիգրանի քույր եղբայրներն ընտանիքում անտեսված են եղել, նշում է Անտոնյանը։ Նրանց մոտ հայտնաբերված խնդիրների մեծ փունջն առնչվում է եղբոր սպանությանը։